Թուրքիայի ներսում հիմա ինչպիսի իրավիճակ է, Բակրատ։ Թուրքիայի ներսում ամբողջ օրակարգը բեռնավորված է ներքին քաղաքականությամբ։ Էրդողանի իշխանության դեմ թշկողություն կա, տնտեսական լուրջ խնդիր կա, ապրուստի լուրջ խնդիր կա, քալամիս պիտի ճշտվի 2026 թվականի նվազագույն աշխատավարձը, ադոր նախընթացքին ակնկալությունները բարձր են, աշխատող զանգված են, բայց հույսերը այդքան բարձր չեն, սղաճը կշարունակվի, մարդոց քնելու կարողությունը նվազած է, եւ այս բոլորն են օրակարգը առհասարակ զբաղեցնողը։ Միշտ բոլոր նյութերը մանավանդ արտերկրի վերաբերյալ նյութերը երկրորդական գիծի վրա են եւ անմիջական ուշադրության չեն արժանանալ։ Անշուշտ որ այստեղ բացառություն մներ գազայի խնդիրը, գազայի մեջ կատարվածները, որոնք հանրության մեջ որոշ թշկողության ալիքմը բարձրացուցին, բայց ոչ ավելին։ Այսինքն թուրքական հանրությունը առայժմ հայ-ադրբեջանական օրակարգով չի էլ հետաքրքրվում։ Այո, ընդհանրապես, որովհետև թերթերը այս մասին չեն արձագանքել, լրատվամիջոցները լուրերով հաղորդումներում մեջ այս նյութը չքննարկվին, հետևաբար ժողովրդի զանգվածային մեծամասնությունն է թե անդեղյակ է եւ թե անհետաքրքիր։ Կիպրոսի թուրքական հատվածում Էրդողանը պարտվեց, փաստորեն, Բակրատ։ Այո, շատ հստակ բարդություն մգրեց։ Այսինքն այդ վարկանիշով Էրդողանը կպարտվի նաև Թուրքիայի ներսում։ Այո, ակնկալությունները այդպես են, բայց գիտեք, որ Էրդողանի անմիջական գործընկերը Քորշ քայլերու ազգային շարժում գուսակցությունը շատ խիստ հայտարարությունով մահանտես եկավ, բանջեց, որ այդ ընդրությունները չեղյալ համարվի, Կիպրոսի խորհրդարանը չեղյալ համարի ընդրությունները եւ Կիպրոսը միանա Թուրքիո։ Սա իսկապես շատ անհետեթ հայտարարություն էր եւ կդավ արժանի հագաստեցությունը, բայց մտայնությունները այսպես են։ Հետևաբար, եթե Թուրքիո մեջ 2028-ին նախագահական ընդրություններ ըլլան եւ Էրդողանը գործընծնե իշխանությունը, վստահ չենք, թե խոժարությամբ պիտի հնազանդի այդ ընդրության արդյունքին, թե որ դարբեր բնույթի առարկություններ պիտի ներկայացնե։ Վերջապես հիշենք, որ նախորդ Միացյալ Նահանգներու ընդրություններուն Թրամփը չէր խոժարած եւ նույնիսկ փորձած էր կոնգրեսը նվաճելու։ Չստացվեց անշուշտ, բայց փորձեց։ Ուրեմն սա նոր ժամանակներու հրամայականը դարձած երևույթ է եւ ընդրությունները այնքանալ մեծ նշանակություն միգուցե գրնան չունենալ առաջիկա տարիներուն։ Թե Թուրքիո մեջ եւ թե աշխարհի զանազան երկիրներում։ Իհարկե, հայկական համայնքի ձայները որոշիչ չեն համարվում, բայց կա որոշակի կողմնորոշում ներքաղաքական կյանքում Թուրքիայի։ Ոչ, ընդհանրապես ադիկա շատերը կողմի գտիդվի որպես ծայրահեղ խոսանքը, մարժինալ խոսանքը եւ շատ մեծ ցայներու չարժանանար, կարժանանա միայն երկրի կարգ շրջաններում մեջ, որոնք ավելի թուրք ազգայնական հագումներ ունին։ Հասկանալի է։ Իսկ Բաքվի համար Էրդողանի քաղաքական ճակատագիրը ինչքանով է էական։ Անոնք լավ իրար հասկացող գործընկերներ են, նույն եղանակով թյուրավ խոսող գործընկերներ են, բայց ես կգարձեմ, թե նույնիսկ ինտիմատիր շարքեր են մարդիկ կան, այդ երկխոսությունը նույն չերմերատությամբ կշարունակվի, քանի որ ուղղված է հասարակած չսեմ թշնամիի հակառակորդի մտեմ, որն է հայ ժողովուրդը։ Անոնք հայատյացության մեջ իրար մեջ շատ չեն դարբերիր այսօրվա ինտիմատիրները։ Ճիշտ է, որ ներկա պայմաններում մեջ անոնք ավելի դեմոկրատ կներկայանան, բայց այդ դեմոկրատականությունը բավական վիճելի կրնա դառնալ, երբ որ խնդիրը վերածվի
հայ-թուրքական հակասություններում։ Այսինքն հայ-ադրբեջանական օրակարգի համար որևէ նշանակություն չունի Թուրքիայում ով կլինի իշխանության։ Ոչ։ Բայց պետական խավի համար անշուշտ որ նշանակություն պիտի ունենա։ Եթե տեսնեն, որ այդտեղ որոշ բնականոնացում կա, իրենք շատ երկար չեն գնար հեռու մնալ այդ բնականոնացման գործընթացին։ Մի կարևոր հանգամանք էլ, Բակրատ, կասեք, Վաշինգտոնի եւ Անկարայի հարաբերությունները հիմա ինչպիսին են գնահատվում Թուրքիայում։ Շատ մտահոգիչ են, որովհետև Թրամփը գիտեք, որ խոսքը խնայող մեկը չէ, Էրդողանի երեսին ասա, որ քու օրինականությունը ինձ մեկ աղկալ է։ Եվ Էրդողան ուրախությամբ եկավ, որ Միացյալ Նահանգները գիժանչնային օրինականությունը։ Այս աստիճան խեղճուկ երևույթ մգա այստեղ այդ հարաբերություններու գծով։ Էրդողանը միշտ Թրամփը միշտ Թուրքիա գվարվի որպես ավակ եղբայրի հանգամանքով միշտ հանդիմանող եղանակով խոսելու պատրաստ է, դրամատիր է եւ հաջողալ այս բանը գշեշտե իր խոսակիցը նվաստացնող եղանակով։ Ինչ որ նման ըրաձեր Ժիրինովսկիի դեմ, Զելենսկիի դեմ նույնը հաջող կրնա ունել եւ գնե արդեն Էրդողանի անտեմ։ Դե Էրդողանը երևի առաջինն էր, որ ողջունեց հայ-ադրբեջանական համաձայնագիրը Վաշինգտոնում օգոստոսի 8-ին։ Այո։ Որովհետև ինք իր ելույթներով արդեն այդ առումով պատրաստակամություն հայտնած մեկներ, ողջունելու դրամատուրգիությունը դրսևորած մեկներ եւ այդ ելույթն ունեցավ, այո։ Մի նրբերանգել, չնայած Վաշինգտոնի ճնշումներին, որոնք արտահայտվում են Վաշինգտոնից եկած հայտարարությունների տեսքով, Էրդողանը չհրաժարվեց ռուսական գազից եւ կշարունակի գնել ռուսական գազը։ Այդ բոլորը իսկապես շատ սուղ փոխարժեքներ ունեցող մարդատրանքներ են։ Կարելի չէ Թրամփի խաթրին մեկ անգամեն ամբողջ այդ համագարկը հակադարձ ունել, չեղյալ համարել։ Ոչ Էրդողանը ամիջապես պիտի կրնահոժարին, ոչ էլ Եվրոպան, ռուսական գազեն, նավթեն։ Վերջապես այդ բոլորը այլ լծակներով երբս փոխկապակցված են իրարու։ Միգուցե Իսրայելն է չպիտի ուզե, որ հեռու մնա ռուսական գազեն Թուրքիան։ Այդ բոլորը Թրամփին վաճառական միտքով լուծվելի խնդիրներ չեն։ Անիկա մեկ կողմ են գտին եւ գուզե որ Ռուսիա դեմ խաղաղարդը ավելի ջոխանա իր ցերկին, բայց միանշանակ երևույթներ չեն։ Խնդիրներ ունին բազմաթիվ դարբեր շերտեր եւ ըստ այն պետք է վարվի։ Թուրքիան չէր գնար մեկ օրեն մյուսը հրաժարին ռուսական գազեն, ինչ որու համար ահագին խողովակաշար կապված էր նավթատար ուղիներ կառուցված էին, այդ բոլորը մեկ անգամին ինչն է որ չուրը տապե։ Վերջապես Թուրքիան իր աշխարհագրական դիրքով ահագին առավելություններ ունի Ռուսաստանի թեմ եւ Եվրոպայի թեմ։ Եվրոպայի թեմ կխաղա քաղաքականներու խաղակարդ է։ Ռուսաստանի կամ Ուկրաինայի հացահատիկի առաքումն ալ դարձյալ հիշենք որ Թուրքիա միջնորդությամբ տեղի ունեցավ։ Այդ նավերը Սորենը փերծուցին եւ Թուրքիա միջոցով առաքեցին դեպի Եվրոպա։ Այս բոլորը նկատի ունենանք, եթե միայն Թրամփի պահանջով ցեվափոխվելի ընթացքներ չեն այսօր։ Մի հետաքրքիր բան էլ տեղի ունեցավ այսօր, Իսրայելը հրաժարվեց Թուրքիայի մասնակցությունից իսրայելա-պաղեստինյան բանակցություններում։ Շատ բնական է, որովհետև Թուրքիան չեզոք երկիր չէ այդ ուղղությունով եւ Իսրայելի ու Թուրքիա հարաբերությունները հարաբերությունները ես միշտ գտնեմ երկու տարբեր ընթացքի մեջ, մեկը արևդրական եւ մեկն ալ իցույց մարդկան քաղաքական։ Իցույց մարդկան քաղաքական կետնի վրա Իսրայել եւ Թուրքիա խիստ հակադրված երկիրներ են, բայց խորքային հարաբերություններու մեջ անոնք իրարու հետ
լավ հարաբերություն ունեցող երկու երկիրներ են նաև։